Տիկին Գալստյան, երեք ազգային ժողովում լսումներ էին տեղի ունենում մեր քաղբանտարկյալների հարցով։ Կխնդրեմ ասեք, իսկապես մենք Հայաստանում արդեն իրավական բոլոր ասպեկտները, այսպես ասած, սպառել ենք, որ հիմա հույսը մնացել է, այսպես ասած, հանրությունը։ Հույսը միայն հանրությունը չի մնացել, հույսը այնուամենայնիվ հանրությունից զատ Հայաստանում կան պետական ինստիտուտներ, դեռևս կան, որքան էլ այն դրանք կազմաքանդված են, հյուծված են, կամ գտնվում են քաղաքական բռնաճնշում, իրենք էլ են գտնվում քաղաքական բռնաճնշումների ներքո, այնուամենայնիվ դրանք գործում են։ Եվ երեք մի շատ հետաքրքիր միտք եւս հնչեց, որը շարունակ դուք դա կլսեք, ընդդիմադիր տարբեր քաղաքական գործիչների շուրթերից, նախ ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանում իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում։ Մենք խորացող տոտալիտար ճգնաժամ ենք, տոտալիտար երկիր, որի, այսպես ասած, ժողովրդավարական հետնահանջը նույնիսկ արձանագրվում է միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, հատկապես ընտրական դեմոկրատիան եւ այլն եւ այլն, եւ իշխանության ճյուղերի միջև տարանջատման մասին խոսելն իսկ ավելորդ է։ Բայց մենք նաեւ երեք խոսում ենք նաեւ այն մասին, որ շատերը իրավապահ համակարգը, ուժային համակարգը, չգիտեմ, գլխավոր դատախազը, քննիչներ, այսինքն այդ շղթայի բոլոր հատվածներում կան մարդիկ, անձինք, ովքեր ստորագրություն եւ հետք են թողնում, որքան էլ այն շենքից, կառավարության շենքից հրահանգը, պարտադրանքը, քաղաքական օրվա, այսպես օրակարգը սպասարկելու հանձնառության տակ են եւ ճնշումի տակ են նրանք, բայց այնուամենայնիվ պիտի նաեւ հիշեն, որ վաղը միսօրը թողնում են հետագից եւ այդ կեղծ դատավճիռների, կեղծ կառանքների, կարված վարույթների, ցուցմունքների կեղծվածության թիկունքում նաև մարդիկ են, ինչպես ասես, այդ շղթան քննիչներից մինչև դատավորներ, այն որ երկիրը տոտալիտար, այսպես մեկ մարդու ճնշման, քաղաքական օրակարգը սպասարկող եւ նրա աթոռի վերարտադրությունը սպասարկող, այսպես մի համակարգում ենք ապրում, դա ավելի քան ակնհայտ է։ Եվ մենք որպես քաղաքական ընդդիմություն, խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժը պարտավոր ենք այս մասին հնչեցնել բոլոր հնարավոր հարթակներում, նաև միջազգային հարթակներում, շարունակ հնչեցնել մանավանդ, որ այնքան կարմիր թելերով ամեն ինչ կարված եւ այսօր այս պահին 40-ից ավելի կալանավորման մեջ գտնվող անձինք ամբողջովին բավարարում են 2012 թվականին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված 1900 թիվ բանաձևի պահանջներին են 5 չափանիշներին, որոնք այսպես ասած պատասխանում են, թե ովքեր կարող են դիտարկվել որպես քաղաքական բանտարկյալներ։ Եվ դա ակնհայտ է։ Իսկ ձեր հարցը, թե հանրությունը, ոչ, բոլոր ինստիտուտները պիտի այսպես օգտագործենք եւ որքան էլ որ խոսենք միջազգային կառույցների ճգնաժամի մասին, այս մասին պիտի խոսել, մենք նաեւ տեղեկանքներ ենք փոխանցել միջազգային կառույցներին եւ պիտի աշխատենք, դա ուղղակի մեր օրակարգն է, որտեղ այնտեղ մի կողմից ունենք կալանավորված ազատազրկման մեջ գտնվող անձինք, ովքեր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման են ենթարկվում, բայց ես ավելի լայն կբացեի կարգին եւ կասեի, որ առհասարակ մեր ամբողջ հասարակությունը, այսինքն խոսքը միայն այդ 18 կամ 40 հոգու մասին չի, մենք բոլորս պատանդ ենք հայոց պետականությունը եւ հայ ժողովուրդը, ինձ որում Հայաստանում թե Սփյուռքում պատանդ է օրվա իշխանության։ Տիկին Գալստյան, Սամվել Կարապետյան, Սրբազաններ, Լիդիա Մանթաշյան եւ այսպես կարելի է շարունակել մեր քաղբանտարկյալների անունները, իրենք ինչով են վախեցնում, այսպես ասած, օրվա իշխանությանը Նիկոլ Փաշինյանին, որ այսպես ամեն կերպ փորձում է նրանց անազատության մեջ պահել։ Գիտեք, այո, դուք անուններ հրապարակեցիք, Սամվել Կարապետյան, որը ընդամենը մեկ խոսքի համար, մեր ձևով արտահայտության համար, եւ եթե ամուշ կոնտեքստներ բացում հասարակությունը գիտի, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերին չհաջողվի, մենք մեր ձևով կկանգնենք հայ առաքելական եկեղեցու կողքին, այն էլ հայ առաքելական եկեղեցի, որը սահմանադրորեն իր հատուկ կարգավիճակը ամրագրված է, կամ նույնը սրբազանները։ Նրանք վախեցնում են, որովհետև նախ եւ առաջ սրանք հանրային հեղինակության ինստիտուտներ են։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, ազգային ինստիտուտ է։ Եվ սա մի իշխանություն այսօր ցավոք սրտի թշնամական, ես կասեի, թշնամական ուրացման իշխանություն, որը եկավ բոլորովին այլ խոստումներով, սիրով, համերաշխության, ժողովրդավարության եւ այլն, եւ այսօր ավելի թշնամական վերաբերմունք հայոց պետականության նկատմամբ, եւ չկարծեք, թե 18 հոգին այնտեղ են կեղեքվում, եւս, չգիտեմ, 30 հոգի այս կամ այն քրեակատարողական հիմնարկներում որոշները տանն են, այս անարդարությունը
պետական ինստիտուտների ջախջախումը, պետության նկատմամբ այս ասպատակությունը, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս ասպատակությունը, սա մեր պետականության ուղղակի ուղղված այսպես կործանիչ մեղր են եւ գրողներ են եւ քաղաքական ուժ, որը պայքարում է բոլոր հնարավոր հեղինակությունների նկատմամբ, ովքեր կարող են հանրային այսպես համախմբում միասնականության ալիք գեներացնել, հայտարարված են թշնամիներ եւ ոտնատակ անելով սահմանադրությունը, ջախջախելով սահմանադրականության հիմունքները Հայաստանում, այսպես ենթարկվում են բռնաճնշումների եւ դες թող չթվա թե եթե մենք խորհրդարանում ենք, մանդատ ունենք, մենք պաշտպանված ենք, բացարձակապես ոչ մեր ընկեր Արթուրը Սարգսյան ինքը արդեն երկրորդ անգամ է անազատության մեջ խորը հակասահմանադրական խորը ապօրինի միջազգային բոլոր նորմերով նույնիսկ նրա առաջին կալանավորումը սահմանադրական դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ ուղղակի սա բռնատիրություն այս պատկերն է ունենում հայհոյախոս ներքին ատելություն տարածող երկրի հիմքերը քանդող սահմանադրական կարգը ասպատակող եւ վախ բոլոր այն հնարավոր օջախների, անհատների, կառույցների նկատմամբ, ովքեր իրենց իշխանությունը ոտքների տակից կտանեն։ Իսկ որ այս իշխանությունները սեփական աթոռը պահելու համար զոհասեղանին պատրաստ են նաև սեփական պետականությունը դնել եւ ինչպես եւ անում են, կասկածից դուրս է։ Տիկին Գալստյան, փորձագետները ասում են, որ այս իրավիճակից մենք կկարողանանք դուրս գալ, այլևս քաղբանտարկյալներ չունենալ, եթե ընդդիմությունը միասնականություն ցուցաբերի։ Այսօր թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմությունը հակված է այդ միասնականությանը։ Միանշանակ այո, եւ եթե դուք երեք հետեւել եք խորհրդարանական լսումների ընթացքին, մեր գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մոտարպես ուրվագծեց այն համագործակցության շրջանակը, որտեղ ընդդիմադիր տարբեր ազգային ընդդիմադիր քաղաքական ուժերը համագործակցելու եզրեր ունեն։ Եվ խոսքը ոչ թե նախընտրական ձևաչափերի մասին է, այլ արժեքներ նախ հաստատումներ բոլորս սկսում ենք այն գնահատականը, որ երկիրը գնում է պետականության կորստի ճանապարհով, երկիրը գնում է կազմաքանդման ճանապարհով, հակասահմանադրական ընթացքում դա պիտի կասեցնել։ Դա հասկանում ենք, բայց նաև մենք ունենք միասին լինելու, ընդդիմությունը միասին լինելու, այսպես գլխավորում միասին լինելու շատ լուրջ օրակարգեր կան, ինչպես քաղբանտարկյալները եւ մենք այնտեղ էլ Իշխան Սաղաթելյանը ասեց, պիտի մտնոլորտ, որտեղ չկա իմ եւ քո քաղբանտարկյալ, որտեղ այսօր բռնաբար եւ պատանդարվում է Հայաստանում ազատ խոսքը, ընդհանրապես մարդու իրավունքների այդ ամբողջ համալիրը, որը մարդու իրավունքների կոնվենցիայի բաղադրիչ է կազմում։ Մենք ունենք նաև, եթե մտնում ենք նախընտրական process-ի մեջ, իսկ մենք նախընտրական փուլ ենք ապրում, կարծես թե նույնիսկ մի քիչ շուտ հայտարարված եւ իշխանությունը դրա մեկնարկը տվեց տարբեր ուրեմն ձևաչափերով, մենք պարտավոր ենք նաև ինչը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են այդ մասին նաև ազդարարում, մենք պիտի նաև կարողանանք ընտրական գործընթացների նկատմամբ բավարար վերահսկողություն սահմանել, իսկ որ ադմինիստրատիվ ռեսուրսը խայտառակ ձևի օգտագործվում է, ինչը մենք ականատես եղանք վաղար շաբաթի ուրեմն տեղական ինքնակառավարման ընտրությունների պարագայում, որը եւս իմիջիայլոց ԵԽԽՎ բանաձևերին հակոտնյա եւ դա դիտարկվում է որպես վարչական ռեսուրսի խաթարում։ Մի խոսքով Իշխան Սաղաթելյանը երեք մոտարպես այդ շրջանակն ասեց, որի շուրջ մենք պիտի սկսենք շուտով սկսելու ենք խորհրդակցություններ ազգային ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ եւ կարծում եմ մենք կհասնենք ուրեմն մի հանգրվանի, որտեղ բնականաբար տարբեր քաղաքական ուժեր գաղափարական կամ տեսլականի տարբերություններ բնականաբար պետք ունենան, բայց կան ընդհանուր գծեր, որոնց կամ արժեքներ, ավելի շուտ այսպես ասեմ, արժեքներ, որը կարող է մեզ միավորել եւ նպաստել մեր ձայնի պահպանությանը, մեր իրավունքի պահպանությանը, ի վերջո երկիրը համանդրական հուն բերելու։ Իսկ որ Հայաստանի մարտահրավերները միայն ընտրական չեն, թեև այս իշխանությամբ պայմանավորված մեր քաոսն ու մղձավանջն կործանումը մենք նաև ունենք արտաքին սպառնալիքներ, որոնք հաղթահարված չեն։ Մի խոսքով միասնականության որոշակի ազդակները ես տեսնում եմ եւ երեք եթե տեսակ խորհրդարանական ամբիոնից տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ուրեմն անհատներ քաղաքական ուժերի ղեկավարներ խոսեցին, դա շատ հուսադրող է եւ որքան էլ այդ կեղծ նկարներ տարածեն թե լսումները կիսադատարկ դալիճում են, բնականաբար դա այդպես չէր եւ ավելի քան Կարծում 6 ժամ տևեցին մեր լսումները, 44 ուրեմն անձին խոսեցին, իրենց ցավը արտահայտեցին եւ ամենակարևորը
մենք կընդունենք հայտարարությունը, իսկ եթե մեծամասնությունը չմիանա, միևնույն է դա մեր հայտարարությունն է, որին կմիանա մյուսը դիմադիր քաղաքական ուժը եւ մենք արդեն 2 օր առաջ էլ ասեմ, շատ կարեւոր է 2 օր առաջ Հայաստանում մեր ԵԱՀԿ փոխնախագահը Լուիշ Գրացյան, որը նաև տարածաշրջանի զեկուցողն է, մենք իրեն հանդիպում ունեցանք իր հետ, մեր ֆրակցիան, եւ շատ կարեւոր մի փաթեթ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, կոպիտ ոտնահարման, ժողովրդավարության նահանջի եւ նաեւ քաղաքապետարյանների առնչությամբ շատ հիմնավոր փաթեթ ենք փոխանցել եւ շարունակելու ենք միջազգային կառույցների հետ աշխատել այդ ուղղությամբ։ Տիկին Գալստյան, եւ եթե ամփոփելու լինենք, այս իրավիճակից դուրս գալու համար 26 թվականի ընտրությունները մեզ համար մնում է այսպես միակ տարբերակ, այլ ընտրանք չենք կարող այս պահին քաղաքական առումով դիտարկել։ Ես իմ անձնական տեսակետը կասեմ կամ իմ անձնական դիտարկումները կասեմ, այս պահին մի տեսակ հաշվի առնելով նաև հանրային տրամադրությունները եւ այլն ընդհանուր աշխարհակաղակական մթնոլորտ միջավայրը եւ նաև այս 7 տարիների ժառանգությունը փորձերը եւ այլն ես կարծում եմ մենք նախ եւ առաջ պիտի պատրաստվենք ընտրություններին, դրանք կլինեն եւ պատրաստվում ենք ընտրություններին, դրանք կլինեն արտահերթ թե ոչ, բայց նույնիսկ ժամանակ երբեք մանավանդ Հայաստան դաշինքը, հայ հեղափոխական դաշնակցությունը, որը միշտ պայքարի փողոցային պայքարի առաջնագծում է եղել, մենք չենք բացառում նաեւ փողոցային պայքարը, իսկ միգուցե եւ դրանք զուգորդելու ենք։